Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Սյունիքից։ Կուսակցության անդամների կանգառներից մեկը Անգեղակոտ գյուղում էր։ Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը թվեց այն սոցիալական ձեռքբերումները, որոնց հասել են նախորդ տարիների ընթացքում։ Առաջնային թիրախային խումբը թոշակառուներն են։ 2018 թվականից հետո մենք փաստացի դե ֆակտո դե յուրե իրար հետ երևի 5-6 անգամ թոշակները Հայաստանում բարձրացրել ենք։ Ընդ որում սկզբից նվազագույն կենսաթոշակը մենք համապատասխանել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Հիմա նվազագույն թոշակը ավելա նվազագույն սպառողական զամբյուղից եւ նաեւ առողջության ապահովագրությունը։ Մարդկանց հետ զրույցի ընթացքում անդրադարձան նաեւ անասնապահությանը։ Այսօր արդեն պարզ է, ժամանակակից անասնապահության պայմաններում նախիրն ուղակի դաշտ դուրս բերելը արդյունավետ լուծում չէ, նշեց Փաշինյանը։ Նրա կարծիքով հնարավոր է կաթիգինը սուբսիդավորել 1, 2 կամ 3 տարի, սակայն այդ մեթոդով արտադրված կաթը երկարաժամկետ հեռանկարում մրցունակ չի լինելու եւ ի վերջո որպես արտադրանք ունենալու է զրո արժեք։ Ոչ մեկ չի ուզում իր երեխու համար կաթ եւ իր ընտանիքի համար առնի կաթ եւ մածուն, որը 1000 ներողություն, ես չեմ մեղավոր, կյանքն է տենց փոխում, որը ձեռով է կթած, որը ձեռով կթվում է, լցվում է դույլի մեջ, դույլից լցվում է ուրիշ բանի մեջ, միջեսմաշճանից փոխվում է։ Դրա համար մենք ինչ ենք անում։ Մենք անում ենք խելացի անասնագոմերի ծրագիր։ Գորայքից ընդհանրապես նախիր պետքա դուրս չգա, որպեսզի գորայքի կաթի գինը սուբսիդավորման կարիք չունենա։ Քարոզարշավի ընթացքում ամենուրեք խոսում են ջրի խնդրից։ Առաջիկա 5 տարիների ընթացքում առաջնահերթությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնելու ջրային խնդիրները, մասնավորապես ոռոգման եւ խմելու ջրի հարցերը, նշեց քաղաքացիական պայմանագրի առաջնորդը։ Նա հավելեց, որ ջրի հետ կապված խնդիրները տարբեր վայրերում արդեն բարձրաձայնվել են եւ իշխանությունները դրանք արձանագրել են, մեծ կարևորություն են տալիս դրանց ու պարտավորվում են լուծել խնդիրը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։